Բարև ձեզ սիրելիներս, այսօր մայիսի 10-ն է, ես ուզում եմ պատմել իմ վերջին երազներից երկուսը և տեսիլքներից մեկը մութ օրերի մասին։ Ես շատ եմ խոսել մութ օրերի մասին և ես խոսում եմ մութ օրերի մասին, որովհետև Աստված է ինձ տվել այդ խոսքը և նաև այդ պարտականությունը և պատասխանատվությունը խոսել այն մութ 3 օրերի մասին, որոնք լինելու են հափշտակությունից առաջ։ Շատերը ինձ դրա համար չեն ընդունում, ջղայնանում են, նեղանում են եւ այլն, ես ձեզ ուղղակի տեղեկացնում եմ եւ զգուշացնում եմ, ես փոխանցում եմ Աստծո խոսքը ձեզ։ Շատերը ասում են հերիք է երազ պատմես, էլի ձեր համար է եւ Աստծո կամքով է, վերջին օրերին պետք է Աստծո զավակները երազներ տեսնեն եւ պատմեն մյուս զավակներին։ Հիմա ուրեմն պատմում եմ մութ օրերի մասին վերջին երազներից ու երազումս ես կանգնած եմ մեր Երևանի փողոցներից մեկում եւ սպասում եմ, ինչ որ բանի եմ սպասում ու հենց այդ պահին սովորական օր էր, գիտեք, երևի ինչ որ ամառային եղանակ էր, ես չէի զգում ժամանակը կոնկրետ երազի մեջ, բայց տաք եղանակ էր։ Ամառային ասելով շոկ չէր, բայց տաք եղանակ էր։ Ու հանկարծ միանգամից օրը փոխվում է, մռայլվում է, ամպերը հավաքվում են եւ ուժեղ քամի է սկսում։ Եվ դա շատ ճնշող է դառնում, օդը, մթնոլորտը, փողոցները, ամեն ինչ սկսում են ճնշող դառնալ եւ ես զգում եմ, որ իմ մոտ ինչ որ անհանգստություն, վախ, ճնշող զգացողություն է առաջանում։ Ու ինձ ոչ մի բան դուր չի գալիս, նայում եմ փողոցներին, ամեն ինչին, ինձ ոչ մի բան դուր չի գալիս, ես ինձ վատ եմ զգում, բայց սպասում եմ, պիտի սպասեմ, ինչ որ բանի։ Ու տեսնում եմ, որ մարդիկ գնալով քչացան փողոցներում, գրեթե ոչ ոք չկա, բայց մեքենաներ են, որոնք շտապում են, շատ արագ են անցնում ու տպավորություններ թե մի ուղղությամբ են գնում ուղղակի, շատ արագ, ես երազում չեմ հասկանում ինչ է կատարվում, ուր են մարդիկ, մեքենաները ինչի են այսպես արագ ընթանում բոլորը։ Եվ այդ պահին հեռվից մի աղջիկ եմ տեսնում, բաց երկնագույն, այսպես եթերային թեթև շորերի մեջ, բաց գույնի մազերով երկար, ուսերին մեջքին թափված, եւ նա գալիս է դեպի ինձ, գալիս է, մոտենում է եւ իմ անունն է տալիս, ու երբ նա մոտենում է ինձ ու իմ անունն է տալիս, ես նայում եմ նրա դեմքին, ես միանգամից իմացություն եմ ունենում, որ նա Աստծուց է ինձ ուղարկված։ Եվ ինձ անունով է դիմում ու ասում է, ես ուզում եմ քեզ ասել, որ շուտով մութ օրերն են լինելու, 3 մութ օրերը, պատրաստ եղիր, եւ ես նրան ասում եմ, ես գիտեմ, ես սպասում եմ, նա ասում է, գիտեմ, որ գիտես, բայց ես պետք է քեզ տեղեկացնեմ, որ դրանք շատ շուտով են լինելու եւ շատ կարճ ժամանակ է մնացել այդ օրերին, այդ մթությանը, ու շարունակում է իր խոսքը, ասում է, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ լուսինը խավարելու է եւ արեգակը լույս չի տալու։ Ես նորից նրան ասում եմ, որ ես գիտեմ այդ ամենը ու շատ շնորհակալ եմ, որ ինձ տեղեկացնում եք նորից։ Նա ասում է, այսքանը, ես սրա համար էի եկել, որ քեզ ասեի, ու հեռանում է։ Եվ ես երբ արտանում եմ, իմ մոտ այդ իմացությունն էլ հենց մնում է, որ դա 3 մութ օրերի մասին է, որին սպասում եմ, եւ ես աղոթքով խնդրում եմ Տերը հաստատում է ինձ դա, ու հենց դրա հաջորդ օրը ես նորից տեսնում եմ երազ մութ օրերի մասին, բայց այս անգամ այլ կերպ եմ տեսնում։ Ես տեսնում եմ աշխարհում ինչ է կատարվում մութ օրերից առաջ։ Ու երկու բան եմ ուզում շեշտել, որովհետեւ հենց դրանք ամենաշատը մնացին իմ մեջ երազից հետո, ինչպես նաև արդեն հետո, երբ հիշում էի, վերհիշում էի, աղոթում էի ու ամենաազդեցիկը այդ երկու բանն էին երազի մեջ, ուրեմն մեկը, որ էլեկտրաէներգիայի հետ է կապված ողջ աշխարհի, իսկ մյուսը մուսուլմանության եւ մուսուլման տղամարդկանց հատկապես եւ հիմա կպատմեմ, կբացատրեմ, կպատկերացնեք։ Ուրեմն մինչեւ 3 մութ օրերը սկսվել է երազումս, նույնպես ամեն ինչ իհարկե բնականաբար աշխարհում արդեն շատ դիսկոմֆորտ վիճակում էր, շատ լարվածություն կար, կարծես ոչ մեկ իր տեղը չէր գտնում, այդ թվում նաեւ ես, անհարմար, լարված, խառը վիճակներ էին, ուզում եմ նշեմ, որ երազում ես տեսնում էի, որ շատ ուժեղացել էին գայթակղությունները մարդկանց վրա չարի կողմից եւ չարը ամեն կերպ ավելի ու ավելի շատ էր փորձում գայթակղել մարդկանց ու քաշել գայթակղությունների ու մեղքերի մեջ։ Դա եմ սկզբում տեսնում, որ մարդիկ նույնիսկ ամենամաքուրները, ամենասրբվածները, այսպես ասեմ, Աստծո կողմից մաքրվածները, արժանացածները, նույնիսկ նրանք գայթակղվում էին։
Սա շատ կարևոր է, ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ամեն օր դա գիտակցի, հասկանա ու ամեն օր փորձի ապաշխարությունով, իր գործերով, իր սրտի մաքրությամբ, իր խոսքի, մտքի գործողությունների, այսինքն իր ամեն օրվա ապրելա կերպով, կենսա կերպով, թե հոգևոր, թե ֆիզիկական կյանքով, ամեն օր միևնույն է աշխատենք, որ ավելի մաքրվենք, որպեսզի արժանանանք նրա ողորմածությանը, արժանանալով Տիրոջ կողքին լինելուն, փրկվելուն, որովհետև գայթակղվում էին ամենամաքուրները նույնիսկ, դա երազիս ամենասկզբի հատվածներ, հետո այն երկուսը, որ նշեցի, ուրեմն էլեկտրաէներգիայի հետ կապված ամբողջ աշխարհում, մինչև մութը ընկնել, այդ 3 օրերի մութը սկսելը, ամբողջ աշխարհում ուղղակի միանգամից անսպասելի կտրուկ ձևով սկսեց խնդիրներ էլեկտրաէներգիայի հետ կապված։ Լարերը էլեկտրաէներգիայի սկսեցին խնդիրներ առաջանալ, խափանվել, վնասվել ու տարբեր տեղերում կայծեր էին առաջանում, հրդեհներ էին առաջանում, պայթյուններ էին առաջանում, կյանքի համար վտանգավոր վիճակներ էին առաջանում ու նորից տպավորություններ, որ բոլոր էլեկտրաէներգիայի լարերը միանգամից սկսեցին ուղղակի փչանալ, վնասվել ու այդպես շարունակվում էր իրար հետևից ու այդ ամենը հայտնվի շղթայաձև ինչ-որ վիճակ է, որ իրար հետևից բոլոր տեղերում սկսվում է այդ խնդիրը։ Դա էլեկտրաէներգիայի հետ կապված։ Հետո ես տեսա ինչպես են մուսուլմանները հզորացել եւ հենց երազում իրականում մուսուլմանությունը դա սատանայի կրոնն է եւ մենք գիտենք, որ այդպես է, որովհետեւ այն ամեն ինչը Հիսուս Քրիստոսից չէ, դա սատանայից է։ Ուրեմն ես տեսնում եմ ինչպես է մուսուլմանությունը հզորանում եւ հասկանում եմ, որ սատանայի իշխանությունը մեծանում է երկրագնդի վրա եւ ես շատ լավ գիտեի, որ դա Աստված է թույլ տալիս այդ ամենը եւ տեսնում էի, որ Եվրոպան, հատկապես եվրոպական բոլոր երկրները մուսուլմանության, իսլամիստների իշխանության տակ են եւ նրանց իշխանությունն էր տիրում այնպես, որ թե հոգեվոր, թե ֆիզիկական կյանքում քրիստոնյաների մոտ վախ էր առաջանում եւ նույնիսկ եվրոպական քաղաքներ էի տեսնում, որտեղ քրիստոնյաները վախենում էին հանգիստ տեղաշարժվել, ազատ իրենց ուզածը անել եւ շատ տեղերում մուսուլման տղամարդիկ էին հավաքվում եւ իրենց իշխանությունն էին ցույց տալիս, որ մենք ենք այստեղ իշխողը, մեր ձեռքերում է ամեն ինչ եւ ընդհանուր վախ էր տարածված աշխարհում, բայց հատկապես եվրոպական երկրներում ու քաղաքներում էր այդ վիճակը ու այդ համընդհանուր վախեր եւ ճնշվածություն ու մուսուլմանության հզոր ճնշող իշխող այդ ոգին էր իշխում։ Դրանից հետո արդեն ես տեսնում եմ ինչպես է օրը մթնում։ Երբ օրը մթնում է, ես վազում եմ պատշգամբի մոտ ու կարծես ինչ-որ մեկը առանց ձայնի, բայց ինչ-որ մեկը հուշում է, որ մութ օրերն են սկսվում ու ես սթափվում եմ, ասում եմ, վայ, ես լրիվ մոռացել էի, մութ օրերն են սկսվում, ասում եմ, բայց մի վարքյան, բա կարմիր լուսին ուր է, պիտի կարմիր լուսին լիներ սկզբում։ Այդպես խոսելով գնում եմ, ես հայտնվում եմ իմ տան մեջ այդ ժամանակ ու պատշգամբից գնում եմ դեպի դրսի դուռը, որ փակեմ, որովհետև իմ մոտ զգացողություն է առաջանում, որ վերջ, այլևս անվտանգ չի, պիտի ամեն ինչ փակենք։ Եվ երբ մոտենում եմ դրսի դռանը, այդ պահին ես հասկանում եմ եւ լսում եմ եւ զգում եմ, որ դռան հետևում չար էություններ են կանգնած, որոնք ֆիզիկական մարմին են առել։ Ու նրանք փորձում են իմ դուռը կամած բացել, որպեսզի մտնեն, իսկ ես ներսից չգիտեմ ինչպես փակեմ, որ կարողանամ կտրուկ փակել։ Եվ իմ մոտ արդեն միտք է գալիս, հասկացություն, իմացություն, որ ոնց ես պետք է նախորոք իմ դուռը փակած լինեի, ես ինչու եմ բաց թողել տան դուռը։ Ես պիտի փակեի, բայց այդ պահին իմ վրա այնպեսի մի վախ է իջնում, որ ես ինձ անզոր եմ զգում եւ ես թուլանում եմ այդ վախի առաջ, որ ես չեմ կարող դուռը փակել ու նրանք կմտնեն ներս, իսկ ես գիտակցում եմ, որ նրանք դիվական էություններ են, ես նրանց չեմ տեսնում, բայց ես զգում եմ, որ նրանք մարմին են առած ու ես փորձում եմ դուռը փակել, բայց այդպես վախով արթնանում եմ,
Բնականաբար ես իմ բոլոր երազները, տեսիլքները, որ պատմում եմ, աղոթում եմ իհարկե, միշտ Տիրոջից խնդրում եմ, հաստատում, միշտ խնդրում եմ, որ Սուրբ Հոգին խոսի իմ շուրթերով, որ ոչ մի բառ ինձանից չլինի, որ խոսի Տերը այն, ինչ որ ինքն է ուզում։ Ու ես ցանկացած երազի ու տեսիլքի համար աղոթում եմ։ Հիմա սրանք երազները խնդրում եմ, երբ գա ժամանակը ու մենք հասկանանք, որ մութ օրերն են սկսում, բոլորը ձեր դռներն ու լուսամուտները փակեք եւ մի բացեք ոչ ոքի առաջ։ Հիմա պատմում եմ տեսիլքը արդեն, որ ուղղակի արթուն ժամանակ տեսա, ինչ եմ տեսնում ես։ Ես տեսնում եմ երկինքը մի անգամից հայտնվում է, կարմրում է ու հայտնվում է կրակների մեջ։ Եվ հորիզոն